Բարև ձեզ։ Հայաստանը ջրով հարուստ երկիր է համարվում, բայց վերջին տարիների մեր գետերն ու լճերը կանգնած են լուրջ փորձությունների առջև։ Կլիմայական փոփոխությունները, կառավարման խնդիրները եւ մարդկային գործոնի ազդեցությունը ձևավորել են մի իրավիճակ, որտեղ ջուրը դառնում է ոչ միայն բնապահպանական, այլև ազգային անվտանգության հարց։ Թեմայի շուրջ զրուցելու ենք ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն։ Եվ այսպես ինչպես է գնահատում Հայաստանի այսօրվա ջրային ռեսուրսների վիճակը հաշվի առնելով ներկա իրողությունները, ինչ խնդիրներ կան այսօր, որոնք ակտուալ են։ Իրականում Հայաստանը չի կարելի համարել, որ ջրային պաշարներով այդքան էլ հարուստ չէ։ Ուղղակի ջրային պաշարների բաշխվածությունն է տարբեր, այսինքն Հայաստանի մի մասում ինքը հարուստ է ջրային պաշարներով, մի մասում ոչ։ Խնդիրներ իհարկե ունենք, որոնք փորձում են շրջակա միջավայրի նախարարությունը եւ հանձնված կառավարության փորձում են լուծել այդ խնդիրները։ Հիմնական խնդիրները կապված են ջրի որակի հետ, դա կախված է նրանով, որ մաքրման կայանների հիմնականում մաքրման կայանների բացակայություն, այսինքն շատ համայնքները կոյուղացված չեն, եւ այն մաքրման կայաններն որ ունենք, իրականացնում են միայն մեխանիկական մաքրում, իսկ լիարժեք մաքրման համար պետք է իրականացնեն կենսաբանական մաքրում։ Եվ խնդիրներ ունենք նաև Արարատյան դաշտում, ինչպես երևի շատերը գիտեն, հիմնական երկու ավազան ունենք, մակերևույթային ավազանը, դա Սևանա լիճն է, եւ ստորերկե ավազան, որը ներառում է Արարատյան դաշտը։ Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ի տարբերություն շատ պետությունների եւ երկրների հարուստ է նաեւ ստորերկե ջրային պաշարներով, որը հենց մեր հիմնական գանձն է, այսպես ասած։ Իսկ Հայաստանի որ հատվածը դուք նշեցիք, որ մի հատվածը ջրային խնդիր չունի, մյուս հատվածը խնդիրներ կան ջրային պաշարների խնդիր կա, որ հատվածը ջրային խնդիր ունի։ Արագածոտնի մարզում, այսինքն որտեղ եւ ստորերկե ջրերն ավելի խորը ավելի մակարդակներում գտնվում եւ գետերի հասանելիությունը ավելի քիչ է։ Հիմնականում Արարատյան դաշտում հակառակը այս պայմանությամբ իհարկե շատ խնդիրներ ունենք Արարատյան դաշտի հետ կապված, բայց որպես պաշարի գնահատմամբ ինքը չի կարելի համարել, որ այդքան պաշարով պակաս է։ Ուղղակի քանի որ գերշահագործում է տեղի ունեցել Արարատյան դաշտի ջրերի, դրա համար հիմնականում Արարատյան դաշտի շատ համայնքներում, եթե լսեն բնակչությանը, խմելու ջրի պակաս ունեն, կամ այն ջուրն է, որ կա, որակով այդքան էլ համապատասխան չի, հանքայնացումը բավականին բարձր է։ Դա է խնդիրը, դա Այսինքն մոնիտորինգ իրականացվում է, թե տվյալ համայնքում խմելու ջրի խնդիր կա, թե ոչ, թե բնակչությունն է ահազանգում, պարզապես ասում է, որ մենք ջուր չունենք։ Իրականում մոնիտորինգ իրականացում է, նա կապված չէ, տվյալ համայնքը բարձրաձայնում է, թե չէ։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ամեն տարի, ամեն ամիս իրականացում է մոնիտորինգ, պարզելու համար ստորերկե ջրերի մակարդակը, դա կախված է քանակը եւ որակը ինչպիսին է, եւ այդ մոնիտորինգի արդյունքում է նաեւ բարձրաձայնում, որ հանքայնացումը բավականին բարձր է Արարատյան դաշտում։ Ջրային ոլորտը ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլ նաեւ ռազմավարական։ Այս տեսանկյունից ինչպես է գնահատում իրավիճակը Հայաստանում։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, որպեսզի եւ խմելու եւ ոռոգման խնդիրներ ապագայում չունենանք։ Բազմաթիվ միջոցառումներ կան։ Իսկ վտանգներ կան, ռիսկեր կան։ Ռիսկեր, այսպես ասած, այստեղ կարող են կլիմայի փոփոխությանը հաշվի առնելով, քանի որ ամենախոցելին կլիմայի փոփոխության դեպքում դա ջրային ռեսուրսներն են եւ տարեստարի այո պահանջարկը ավելի ավելանում է, առաջարկը ավելի նվազում է եւ եթե մենք արդի տեխնոլոգիաներ չկիրառենք եւ ոչ միայն պետությունը, այլ նաեւ տնտեսվարողները, այո կարող են ունենալ բավականին մեծ խնդիր։ Տեսեք, Թուրքիայում օրինակ քաղաքներ կան, որ արդեն խմելու ջուր չունեն։ Իրանում մի ամբողջ լիճ ցամաքել է եւ եւս խմելու ջրի խնդիր կա։ Ադրբեջանը նույնպես խմելու ջրի խնդիր ունի։ Մենք այսօր թվում է թե նման վտանգի առջև կանգնած չենք ըստ էության։ Իսկ մոտակա հեռանկարում կարճաժամկետ հեռանկարում կարող ենք ունենալ նման խնդիր մենք եւս։
Ինչպես ես ասացի, ամեն ինչ հնարավոր է, եթե ոչինչ չանել, բայց ինչ պետք է անել։ Ես ասացի նախ ցանկացած օգտագործում, ջրօգտագործում, պետք է այդ ջրօգտագործման մեջ պետք է կիրառվի արդի տեխնոլոգիաները։ Օրինակ ոռոգում, եթե խոսում ենք, շատ ընդունելի է կաթիլային ոռոգումը, որը բավականին խնայողաբար է օգտագործում ջրային ռեսուրսը, քան այն ավանդականը, որը իրականացնում են։ Կորուստները պետք է քիչ լինի։ Եթե մենք խոսում ենք խմելու ջրի մասին, ապա մեր ամենամեծ խնդիրը դա ջրակորուստներն են։ Ոռոգման մեջ են ջրակորուստները ամենամեծ խնդիրը։ Այսինքն ակունքից մինչև տվյալ բնակչին հասնելու դեպքում մենք բավականին մեծ կորուստներ ունենք։ Եվ առաջին մեծ խնդիրը նա է, որպեսզի նվազեցվի այդ կորուստները։ Այստեղ գլոբալ անելիքը պետության ուսերին է, թե ջրային կառավարման ոլորտի ընկերության համատեղ իհարկե ես կարող եմ ասել, պետությունը ինքը մշակում է կանոնակարգեր, որոշումներ է ընդունում, ինչպես դա պետք է իրականացվի, եւ քանի որ պետությունն է տալիս ջրօգտագործման թույլտվություն, իսկ ցանկացած ջուր օգտագործվում է միայն ջրօգտագործման թույլտվությամբ, ցանկացած ջրային ռեսուրս, ապա դա համատեղ է, դա իր միջոցառումներն է, որ կիրառում է եւ տնտեսվարողներն էլ իհարկե պետք է լինեն բարեխիղճ եւ դա իրականացնեն եւ ես կասեմ դա կներեք, այսօրվա կառավարումը ձեզ գոհացնում է ջրային ոլորտի կառավարումը, հա համատիրությունները, համայնքները, թիմերը ինչպես են ներգրավված այս ոլորտի կարգավորման հարցում։ Համայնքները իրականում ցանկացած քննարկում, որ մենք անում ենք եւ ցանկացած օրենքի նախագիծ կամ կառավարության որոշման նախագիծ, դա անպայման քննարկվում է համայնքների հետ, շահառուների հետ։ Համայնքները նույնպես համարվում են շահառու, որովհետեւ օրինակ խմելու ջրի մասով մի մասը դա վիոլա ջուր բան է, որը սպասարկում է անում, բայց կան համայնքներ, որտեղ վիոլա ջուրը չի սպասարկում, եւ այդտեղ համայնքները իրենք են իրականացնում խմելու, ինչպես նաեւ ոռոգման ջրամատակարարումը։ Այսինքն քննարկումներին միանշանակ իրենք մասնակցում են եւ փորձում ենք համայնքների հետ միասին վերհանել այդ խնդիրները եւ իհարկե լուծումներ գտնել։ Հայաստանը այսօր կարող է համարվել ջրով ապահովված երկիր եւ եթե հաշվի առնենք, որ արդեն այսօր մենք զգում ենք ջրի պակասի խնդիր։ Չապահովված էլ համարվել չի կարելի ասել Հայաստանին իրականում։ Մենք բավարար չափով ջրամբարներ ունենք, ջրի պաշարման ամբարներ կան, կառուցվում են, ինչ ծրագրեր կան։ Այո, կառավարության ծրագիր կա 10 ջրամբար, նոր ջրամբար կառուցելու, ոռոգման հետ կապված արդեն վեդի ջրամբարն է կառուցվել եւ հետագայում այս բոլոր միջոցառումները ջրամբարաշինությունը շատ կարեւոր է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար, որպեսզի քանի որ ես ասացի իրանք անհավասարաչափ են բաշխված, նաեւ սեզոնային բնույթից Հայաստանի Հանրապետությունում լինում են հիմա ավելի շատ ձմեռներ են լինում, որը այսպես ջրային ռեսուրսների առումով այդքան էլ բարենպաստ չէ, այո, եւ շոկամարներ, այո, եւ մեր մոտ կարելի ասել գարնանն է, որ վարարումներ են լինում եւ միանշանակ պետք է ջուրը ամբարել, որպեսզի հետագայում դա օգտագործվի ոռոգման նպատակով։ 10 ամբարների մասին խոսեցինք, ասացինք, որ պետք է կառուցվի, դրանք եկող տարվա կտրվածքով պետք է կառուցվեն, թե ավելի երկարաժամկետ են պլանում։ Իրականում, քանի որ շրջակա միջավայրի նախարարության լիազորությունից ջրամբարների կառուցումը չեմ կարող կոնկրետ ժամկետներ ասել, բայց 1-2 տարում ջրամբար իհարկե չի կառուցվում։ Ամեն միջոցառումներ անում է, որպեսզի այդ ջրամբարները կառուցվեն եւ հետագայում մեղմեն ոռոգման խնդիրը։ Խոսենք նաև Սևանի խնդրի մասին, գլխավոր խնդիրը իհարկե մակարդակի իջնելն է եւ աղտոտվածությունը սեզոնին արդեն կանաչում է, ճահճանում է եւ այլն։ Այն ամբողջ տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունի Սևանալիճը, որովհետեւ ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարն ունի։ Ինչ է արվում, ինչ աշխատանքներ է արվում, առաջիկայում ինչ պետք է արվի։ Մակարդակի բարձրացում կամ միգուցե տարածքները ափամերձ տարածքների ապամոնտաժում։ Իրականում շատ մեծ խնդիր է Սևանալիճը,
ասեմ, նա Հայաստանի Հանրապետության ոչ միայն ռազմավարական ջրային պաշար է, նաև ազգային ջրային պաշար է համարվում։ Մակարդակի բարձրացումը իրականում ամենամեծ գործոնը դա կլիմայական փոփոխություններն են, որտեղ սահմանալիչ 28 գետակներ են հոսում, որոնց հոսքերը նվազել են հիմնականում։ Ունենք Արփա-Սևան թունելը, որով Արփա եւ Եղեգից գետերի ջրեր ենք տեղափոխում Սևան, որպեսզի Սևանի մակարդակը ապահովի, բայց կլիման չի շրջանցել նաև Արփա եւ Եղեգից գետերը, այնտեղ նույնպես օրինակ այս տարի ունենք բավականին քիչ հոսքեր, այդ պատճառով քիչ ջուր է տեղափոխվել Սևանալիճ։ Միջոցառումները իսկ կապված աղտոտման հետ, հիմնական խնդիրը Սևանալիճի աղտոտման դա այն է, որ կոյուղացված չեն համայնքները եւ այդ կոյուղաջրերը թափվում են Սևանալիճ։ Հիմա ինչպես փրկենք Սևանը։ Պետք է ունենանք կեղտաջրի մաքրման կայաններ, հիմնական կենսաբանական մաքրում։ 3 քաղաքներում ունենք, Սևան քաղաքի ջրերը չեն թափվում Սևանալիճ, դա Հրազդան գետ են թափվում։ Հիմնականում թափվում են Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի, դա 3 մեծ քաղաքներն են, որոնք հենց հիմնական աղտոտողներն են Սևանալիճի։ Եվ այնտեղ կառավարությունն այդ քաղաքների հետ կապված ծրագրերի հետ միջազգային ընդհանուր համագործակցություն ենք անում, որպեսզի փորձենք ավելացնենք բաղադրիչը այդ մաքրման կայաններում եւ այս խորը մաքրում, որից հետո նաեւ գնանք կենսաբանական մաքրման։ Եվ կա պայմաններ, որ այն բոլոր ընկերությունները, որոնք Սևանա-ափին գործունեություն իրականացնում, իրենք պետք է ունենան մաքրման կայաններ։ Անպայման առանց մաքրման կայան ջուրը Սևանալիճ չմղեն։ Կարող ենք այլընտրանքային ալտերնատիվ ինչ-որ տարբերակներ մշակել, որպեսզի Սևանից ընդհանրապես ջրար չկատարվի։ Այլընտրանք հիմա քննարկում է իրականում ջրարը ավելի պակասացնելով կամ փորձելով գտնել արդյունավետ միջոցներ, որտեղից կարելի է այդ ջուրը ապահովել, որպեսզի տարեց տարի Սևանից ավելի քիչ ջուր բաց թողնվի։ Երկուսն էլ շատ կարևոր նշանակություն ունեն, եթե վերցնենք ջրային ռեսուրսները շատ կարևոր են եւ Սևանալիճը պետության համար, բայց նաև այդպես պետքա ջրային ռեսուրսները կառավարել եւ պահպանել, որպեսզի տնտեսությանը նույնպես վնաս չհասցնենք եւ այդ բոլորը քննարկում են, որպեսզի համատեղ լուծումներ գտնենք, պահպանենք եւ Սևանալիճը եւ Արարատյան դաշտի այսպես ասած հողերը չթողենք առանց ջրի։ Որոշ փորձագետներ ասում են, որ Հայաստանում այնքան ջուր կա, խմելու ջուր, որ մենք կարող ենք ջուր վաճառելով պարզապես մեր տնտեսությունը զարգացնենք։ Իրոք այդպես է։ Ջուրը իսկապես ոսկու գին ունի, ինչպես ասում են։ Այո, եւ ես կարծում եմ այս տենդենսը գնում է նրան, որ ջուրը բոլոր պետությունների համար շատ կարևոր ռեսուրս է եւ պայքար է գնելու հենց ջրային ռեսուրսների համար։ Իսկ մենք ունենք այդ ռեսուրսը։ Այո, ունենք։ Ես էլի ասացի, չի կարելի ասել, որ Հայաստանը չունի այդ ռեսուրսը, ուղղակի պետք է արդյունավետ կառավարում իրականացնել արդյունավետ, որի մենք նախադրյալները ունենք, փորձում ենք այնպիսի կառավարում իրականացնել, որպեսզի մեր հետագա սերունդները օգտվեն նույնպես այդ բարիքներից։ Ես ասացի, Հայաստանի Հանրապետությունը հարուստ է նաև ստորեգա ջրային ռեսուրսներով, որը դա շատ մեծ գանձ է մեր պետության համար։ Ստոր երկրյա ավազանը պահպանելու համար Արարատյան դաշտում աշխատանքներ իրականացվում են, կոնսերվացվում են օրինակ հորատանցքերը եւ այլն։ Այո, Արարատյան դաշտում կան բազմաթիվ տիրազորք հորեր, ինչպես նաև հորատանցքեր, որոնք օգտագործվում են առանց ջրօգտագործման թույլտվության։ Նախարարության կողմից այս տարի հենց իրականացվել է եւ իրականացվում է կոնսերվացման եւ լուծարման աշխատանքներ։ Սրա ամբողջ նպատակը նաեւ, քանի որ կլիմայի փոփոխության եւ շատ օգտագործման բնակության կողմից շատ օգտագործման արդյունքում ստորեգա ջրի մակարդակը իջել է Արարատյան դաշտում եւ շատ տեղերը օրինակ Արարատյան դաշտ ընդհանուր վերցնում ենք Արարատի եւ Արմավիրի մարզերը եւ շատ հորատանցքեր, որ Արմավիրի մարզում երբ որ ինքնաշատրվանում էին, այդ գերշահագործումից այլևս չեն ինքնաշատրվանում։ Այս տարի մենք իրականացնում ենք այդ աշխատանքները եւ այս պահի դրությամբ մենք 2023 թվականին գույքագրման աշխատանքներ ենք կատարել, որպեսզի հասկանանք ինչ հորեր կան, որոնք են առանց ջրօգտագործման թույլտվությամբ շահագործում եւ տարանջան։ Շատ են։ Այո, բավականին շատ են։ Քանակություն ունեն թե շուրջ 960 հոր, որոնք մենք գույքագրել ենք։
Եվ այդ հորերից մենք տարանջատեցինք 51 խորքային հորեր, որոնք ենթակա են կոնսերվացման եւ լուծարման։ 11-ը լուծարումը դա ամբողջությամբ փակելն է խորը, իսկ կոնսերվացումը դա փակվում է հետագայում օգտագործման նպատակով։ Եվ 40 կոնսերվացման հորեր։ Այս պայմանությամբ 5 խորքային հոր մենք լուծարել ենք, 23-ը կոնսերվացրել ենք եւ ընդհանուր առմամբ խնայել ենք տարեկան շուրջ 32 միլիոն մետր խորանարդ ջուր։ Ես համեմատական կարող եմ բերել Մարմարիկի ջրամբարը 24 միլիոն մետր խորանարդ է։ Ուրեմն ասեմ, այդ տարբերությունը հասկանանք ինչքան է։ Խոսենք նաև տեխնիկական ջրի կարևորության մասին, զարգացած երկրները վաղուց են անցել տեխնիկական ջրին, դրա օգտագործումը կենցաղում եւ նաև արդյունաբերության մեջ արդեն սովորական երևույթ է։ Հայաստանը երբ կարող է անցնել տեխնիկական ջրի օգտագործման, երբ մեքենա լվանալու կետերում օգտագործում է տեխնիկական ջուր, երբ սանհանգույցում օգտագործում է տեխնիկական ջուր։ Իհարկե աշխատանքներ տարվում է, դա շատ ցավալի է, որ սանհանգույցում օգտագործում ենք հենց աղբյուրի ջուրը, որը շատ երկրների համար ուղղակի երազանք է ջուր ունենալը։ Այո, աշխատանքներ տարվում են, ես չեմ կարող ասել երբ կլինի, մոտակայում կամ մոտաբագայում կամ մի քանի տարի հետո, բայց անպայման փորձ ենք անենք, դա թույլատրել է իհարկե, բայց մեր հանրապետությունում համաձայն եմ ձեզ հետ, այո, խմելու ջուրը օգտագործվում է ամեն։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Ակնհայտ է, որ Հայաստանի ջրային ռեսուրսների պաշտպանությունն ու Սևանի պահպանությունը պահանջում են ոչ միայն պետական քաղաքականություն, այլև յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Ջուրը պարզապես բնության պարգև չէ, այն մեր երկրի անվտանգության եւ ապագայի հիմնասյուներից է։ Զրուցում էինք ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանի հետ։ Ցտեսություն։